Հունգարիայում Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը վերջ տված երկրի նոր ընտրված վարչապետին Պետեր Մադյարին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանը գրելով. «Մենք պատրաստ ենք խորացնել Հայաստանի եւ Հունգարիայի միջև բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները»։ Օկուպացված Կովսականից Իլհամ Ալիևը հայաստանյան քաղաքական կյանքում բացահայտ միջամտության փորձ է արել։ Ալիևը պիտակավորել է այն շրջանակներին, որոնք դիմադրում են Բաքվի հարկադրանքի քաղաքականությանը, ասելով, թե Հայաստանում որոշ ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով։ Ադրբեջանի նախագահը հարձակողական հայտարարություններ է արել Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հասցեին, կասկածի տակ դնելով նրանց անվտանգությունը։ Նրա պնդմամբ դիտորդները անպաշտպան են ադրբեջանական զինուժի առջև եւ ընդամենը մեկ հարվածը կարող է կանխորոշել նրանց ճակատագիրը։ Բռնապետ Ալիևի պնդմամբ պետք չէ Հայաստանին պաշտպանել Ադրբեջանից, քանի որ իրենք արդեն հասել են իրենց ուզածին։ Նմանատիպ հայտարարություններով Ալիևը փորձում է ստեղծել անպատժելիության պատրանք, մի կողմից սպառնալով միջազգային դիտորդներին, մյուս կողմից թիրախավորելով Հայաստանի պետականամետ ուժերին։ Սա բացահայտ մարտահրավեր է ոչ միայն Երևանին, այլև ողջ միջազգային հանրությանը, որը ականատես է լինում, թե ինչպես է հարևան երկրի բռնապետը փորձում վերահսկել Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ու անվտանգային միջավայրը։ Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու երկրի կառավարության ձևավորման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջերհույն Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյան Բաշի Թողելարի թեու կրկին հայտարարել է, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում կան իր բառերով ռևանշիստական քաղաքական ուժեր։ Բայրամովի խոսքով իրենք ուշադիր հետևում են հայկական բոլոր քաղաքական խմբերի ելույթներին եւ իրենց քաղաքականությունը մշակում են բացառապես սեփական ազգային շահերին համապատասխան, նպատակ ունենալով տարածաշրջանում պահպանել առաջատարի դիրքերն ու միշտ լինել մի քանի քայլ առաջ։ Что касается двусторонних встреч, и что было главным на этих переговорах. Խնդիր չի տեսնում Պուտինը, որ Հայաստանի ղեկավարը ներկա չի եղել մայիսի 9-ի հաղթական շքերթին։ Стран дружественных, как мы говорим, стран, и в данном случае тех, кто Ռուսաստանը չի նեղանում նրանցից, ովքեր մայիսի 9-ին բացակայել են Մոսկվայից, այդ թվում Հայաստանից, պաշտոնական հրավերներ ընդհանրապես չեն եղել, ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի Եվրամիությանը անդամակցելուն։ Ըստ նրա, այդ ծրագրերը պահանջում են հատուկ դիտարկում, քանի որ Երևանը ներկայումս զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Պուտինի համոզմամբ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր ընտրությունը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, ինչը թույլ կտա իրականացնել փափուկ եւ ինտելիգենտ ամուսնալուծություն։ Պուտինը չի բացառել, որ Հայաստանի ԵՄ ինտեգրման ծրագրերը կքննարկվեն ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։ Նա ընդգծել է, որ գործընթացը պետք է լինի թափանցիկ եւ երկու կողմերն էլ պետք է ճշտգրիտ հաշվարկեն սպասվող փոփոխությունների հետևանքները։ Ուկրաինայի դեմ պատերազմը մոտենում է իր ավարտին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել Մոսկվայում կայացած հաղթանակի օրվա շքերթից հետո լրագրողների հետ զրույցում։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել երրորդ երկրում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, ընդգծելով, որ նման հանդիպում հնարավոր է միայն երկարաժամկետ խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման համար, այլ ոչ թե բանակցություններ վարելու նպատակով։ Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ երկու երկրները համաձայնել են երրորդյա հրադադարի եւ 1000 գերիների փոխանակման, ինչը որոշ փորձագետների մոտ դիվանագիտական առաջընթացի զգուշավոր հույսեր է արթնացրել։ Չնայած խաղաղության մասին հնչող հայտարարություններին եւ հայտարարված հրադադարին, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հարձակումները չդադարեցնելու մեջ։ Ի պատասխան եվրոպական անվտանգության շուրջ հնարավոր բանակցությունների մասին հարցին, Պուտինը նշել է, որ իր համար նախընտրելի բանակցողը մնում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Передали украинской стороне предложение об обмене и направили на Украину список из 500 украинских военнослужащих, находящихся в России. Իսրայելը գաղտնի ռազմաբազա է տեղակայել Իրաքի անապատում Իրանի դեմ օդային արշավին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին եւ այլ աղբյուրների։ Հենակետի գոյությունը գաղտնի պահելու համար իսրայելցիները դիմել են ծայրահեղ քայլի։ Դրանք օդից հարվածել են իրաքյան այն ստորաբաժանումներին, որոնք մարտի սկզբին պատահաբար մոտեցել են տարածքին ու փորձել բացահայտել բազան։ Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեռավոր շրջաններից
մեկում տեղի հովիվը արտասովոր ռազմական ակտիվություններ նկատել։ Հոդվածում մեջբերվում է նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի այն ժամանակվա հրամանատար գեներալ-մայոր Թոմեր Բարի մարտ ամսին արված հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հատուկ նշանակության ուժերը արտակարգ գործողություններ են իրականացրել Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Ըստ փորձագետների, Իրաքի արևմտյան անապատը, որտեղ ըստ հաղորդումների գտնվել է բազան, իդեալական վայր է գաղտնի ռազմակայանի համար։ Հանտավիրուսի բռնկման հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված Հոնդիուս Սպոսանավ այսօր առավոտյան ժամանել է Տեներիֆեի Գրանադիլիա նավահանգիստ։ Նիդերլանդների դրոշի ներքո նավարկող այս նավում հայտնաբերված վարակի հետևանքով արդեն 3 մարդ է մահացել։ Նիդերլանդների 2 եւ Գերմանիայի 1 քաղաքացի, իսկ ընդհանուր առմամբ հաստատվել կամ կասկածվում է վարակման 8 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության խնդրանքով Իսպանիան ստանձնել է ուղևորների տարհանման գործընթացը, որը համակարգելու նպատակով կղզի է ժամանել նաև ԱՀԿ գլխավոր տնօրենը։ Նա բացնամակով դիմել է տեղի բնակիչներին հավաստիացնելով, որ սա նոր քովիդ չէ եւ հանրության համար ռիսկերը ցածր են։ Ըստ մշակված պլանի ուղևորները նավից ափ կտեղափոխվեն փոքր նավակներով, որտեղ բժշկական ստուգում անցնելուց հետո հատուկ մեկուսացված ավտոբուսներով կտեղափոխվեն օդանավակայան իրենց երկրներ մեկնելու համար։ Առաջինը կտարհանվեն Իսպանիայի քաղաքացիները, իսկ նավի անձնակազմի 30 անդամները կմնան բորտում եւ կուղղվեն դեպի Նիդերլանդներ, որտեղ նավը կենթարկվի ամբողջական ախտահանման։ Մինչ այդ առողջապահական մարմինները տարբեր երկրներում, այդ թվում Սինգապուրում եւ Մեծ Բրիտանիայում շարունակում են հետագծել նախկինում նավից իջած կամ հնարավոր կոնտակտ ունեցած անձանց։ Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն հնարավոր է նաեւ մարդուց մարդ փոխանցումը, ինչն էլ հանդիսացել է նման խիստ նախազգուշական միջոցների պատճառը։